Խաղաղության պայմանագիր ասվածին հավատում եք։ Ոչ, Ինչու։ չեմ կարող բացատրել եւ չեմ ուզում բացատրել, բայց չեմ հավատում։ Ինչ խաղաղության պայմանագիր, իհարկե ոչ։ Այդ ցավոտ տանեմ ո՞նց կարող եմ հավատեմ։ Խաղաղության պայմանագիրը տա զրոյի վրա մի բան մի թուղթ տա, որ պահանջում է մեր ղեկավարը։ Բայց չեք տենում Ալիևը հետո ինչ ասում, ասում է, ես ինչ կետերը պիտի լինի 5 կետ առաջադրել, որ պիտի տա փոխվի, հետո իմ խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, երեք ստորագրի թե չէ չգիտեմ։ Բայց արդեն ստորագրման եզրին են գտնվում, արդեն պայմանավորվել են։ Իմ ձեռի չի որ ես ստորագրեմ, ինձանից կախված չի։ Հայ ժողովուրդն է կախված, այսօր էլ միաբան չեն։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խաղաղությունը եթե ուզում են Թուրքիան ինքը պիտի ընդուներ ցեղասպանությունը եւ ասեր որ հայ ժողովուրդ ներողություն եմ խնդրում մեր նախնիներից որ այդ գործել են սաղ աշխարհի կես ճանաչել են փոխանակ իրանք խնդրեն մենք ենք խաղաղություն ուզում տանուլ տված երկիր Արցախցի մի մարդ էլ մնա պայքարելու միջև իրան նահատակվի Չէ Ինչու։ Ինչի որտեղ խաղաղության պայմանագիրը կնքվում է պետությունների միջև, երբ որ իրանք հողային, սահմանային վեճեր չունեն, գերիների հարց լուծված չի եւ այլ եւ այլ։ Օրինակ խաղաղության պայմանագրում ինչ է գրվում, որ մենք իրար հետ ազատ ապրենք, չէ՞, բայց իմ ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ Հայաստանի գտնվում է Ադրբեջանում, ինչ խաղաղության պայմանագրի մասնախոս Այդ ոնց է մենք մեր հանրապետության սահմանի ներսում ներքին հանդում թուրք տերորիստը մտնում է պահակին գլխատում է մերոնք բռնում բերում են կերակրում չաղացնում առողջական հարցերը լուծում եւ հատուկ ուղևորով ուղարկում են Բաքու լավ այդ ուղարկողը չի մտածում ես մի տերորիստին բռնեցին մի 4 հոգի տվեք եկեք ձեր տերորիստին տարեք Եթե խաղաղություն պայմանագիրը, նա խաղաղության պայմանագրի կետերը մեր էս տե կանգնած ձեզ եւ ինձ անհայտ է։ Կետերը ինչ են ներառում։ Ճանապարհների բացում կոմունիկացիա, բայց կոմունիկացիայի անվան տակ ինքը միջանց կա տալիս։ Այդ եղավ Արցախի տվեցինք, հիմա միջանցներ տարից հետո Սյունիք չի լինի։ Այդ 14 կիլոմետր հատված այդ ինչ է։ 2 ժամում կգրավեն։ Այսինքն խաղաղության պայմանագրի նման կետեր չկա։ Խաղաղություն գրած է, խաղաղության խաղաղ ապրեն։ Լավ, ես իմ սահմանադրությունը գրել եմ, դու չես ուզում փոխել։ Այսինքն վախում է մեզնից։ Գերագույն խորհրդում հարց տվեցին ես ուժում, խաղաղություն ես ուզում, 5 գյուղ տվեցինք։ Ինձ ասեք, ինչա Ալիևը տվեց ձեզ։ Գաղտնիք է։ Ինչ գաղտնիք։ Այսինքն խաղաղություն պայմանագիրը գաղտնիք է։ Գաղտնի դուք ժողովրդից ազգից ստորագրում ես Խաղաղության պայմանագիր կոչեցյալը դա կապիտուլյացիոն պայմանագիր է Պոլնի կապիտուլյացիա Հայաստանին դա է նշանակում Ադրբեջանը թելադրում է սրանք կատարում են դա է նշանակում Հիմա եթե հարիվ սաղ նստած են հայերը ու նայում են թե խաղաղություն պետք է բերի ես մովա չի լինելու այդ բանը չի լինելու սրանք թուրքեր են Սյունիքի միջանցքը որ փակվեց ընկնում ենք նույն Արցախի պատմության հայր լավ իմացեք ուշադիր եղեք զգոն եղեք հավաքվեք Որովհետև չի կարելի սենց։ Մեզ գցում են Արցախի նույն իրավիճակի մեջ։ Սաղից կործանելու է մի բանի համար, որ իր հետույքը պահի։ Բոլորովին։ Ինչու չեք հավատում։ Չեմ հավատում, որտեվ սուտ է ամեն ինչն էլ։ Ալիևը միշտ ստում է ու ստում է։ Մենք խաղաղության չենք գնա։ Իրանց այդ պայմանագիրը չի կնքվի երբեք։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է, որ արդեն բոլոր կետերը համաձայնեցված է եւ մնում է միայն ստորագրել։ Ասելը շատ քիչ է, պետք է կատարածվի այդ ամեն ինչը։ Տեսնենք, աչքերով փաստացի տեսնենք դա։ Ես չեմ հետևում ուղակի, էլ ոչ ներվեր, ոչ չի մնացել, ոչ համբերություն, ոչ հավատ չի մնացել։ Ոչ։ Ինչու։ Господи, надо знать Азербайджан, чтобы подписывать такие вещи. Այո, իհարկե հավատում եմ։ Կարծում եք, եթե խաղաղության պայմանագիր կնքվի, պատերազմի վտանգ չի լինի։
Գիտեք ինչ, համենայն դեպս խաղաղության պայմանագիրը ինչ որտեղ ինքը կպաշտպանի։ Չլինելու դեմքում ավելի շատ վտանգ կլինի, քան որ կա։ Չէ, Ինչու։ որովհետև իրանք այս ձևել են մեկնաբանում։ Եթե այդ պայմանագիրը կնքվում է, դա չի նշանակում, որ վաղը կարող է պատերազմ չլինի։ Եվ ընդհանրապես ոչ մի բանի չեմ հավատում։ Դա պատերազմի պայմանագիր է, խաղաղության չի։ Ես ոչինչ բանի չեմ հավատում։ Ինչու։ Եթե մեջտեղում թուրք կա, չեմ հավատում։ Նրանց պայմանագրերը իրանց նման են։ Ոչ, Ինչու։ որովհետև չի կարող խաղաղության պայմանագրել նամանավանդ այս վերջի հայտարարությունից հետո Ալիևի, որ երկու կետ էլի պարտադրել է սահմանադրության։ Չէ, ինչ խաղաղության պայմանագիր։ Բռնի ուժով կապիտուլյացիա եւ ադրբեջանական ենթապետություն վերջ։